Գործս թողած ես քեզ համար նոր հագուստներ եմ հորինում, որովհետև ես չգիտեմ, թե դու ինչ ես հագնում հիմա։ Եվ գարունը, այս նոր ու հին ճարպիկ ճարտար ջուլհակուհին, իմ պատվերով ու քեզ համար ճորտուհու պես անձեռագործ կերպասներ է ձեռագործում ու դիպակներ զանազան ու զարմանազան, և թվում է, թե ընկել եմ ինչ-որ աշխարհ խորհրդավոր ու բազմաբույր, ինչպես դեղատունը, և թվում է, թե քեզ համար շոր ընտրելը հեշտ է այնքան, որքան լեցուն դեղատնից սովորական դեղ խնդրելը, հեշտ ու դյուրին, իր սեփական ազգանունը ասելու չափ, բայց քիչ հետո հասկանում եմ, որ դա հեշտ է, ինչպես մարդու երկու աչքում միանգամից ու նույն պահին նայելն է հեշտ։ Փորձե՞լ ես դու, հապա փորձիր։ Ու հիմա քեզ հագցնելու գործս թողած, մտածում եմ, որ կան կանայք և աղջիկներ կան աշխարհում, որոնց մարմինն ասես ճչում ու հայցում է իրեն փրկել հանդերձանքի կաշկանդումից, թեպետ միշտ էլ հագած, կապած մերկ են քայլում նրանք կարծես։ Իսկ դու ուրիշ ես դու։ Դու ծնվել ես կարծես այդպես, հենց հագուստով, քո սեփական ստվերն անգամ քեզ փաթաթվում, ծածկում է քեզ խորհրդապաշտ թիկնոցի պես, ոչ մի կոպիտ միտք ու տենչանք քեզ չի հասնում, իսկ հասնելիս քեզ դիպչելով ընկրկում է ու վնասում հենց այդ մտքի կամ տենչանքի տիրոջն իրեն գցում իր իսկ աչքից։ Ուրիշ ես դու։ Քո պեսներին սիրում են լոկ, միայն սիրում, քո պեսների անունն ինչ էլ դրած լինեն, իմ պեսները միշտ կոչում են նրանց Մարիամ։